Հայաստանի ու Իրանի դրոշի գույներով ծուխն ազդարարում է Հայաստանի ամենաերկար քաջարանի թունելի կառուցման մեկնարկը, ստորագրվել է կառուցման պայմանագիրը։ Ուրախ եմ ձեզ ողջունել մի շինհրապարակում, մի վայրում, որը ընդամենը րոպեներ անց պիտի դառնա Հայաստանի Հանրապետության փաստացի ամենամեծ շինհրապարակը։ Այսօր մենք ցույց ենք տալիս, որ Իրանի ու Հայաստանի ընդհանուր ներուժի վրա հենվելով կարող ենք աշխարհագրական մարտահրավերներն ու խոչընդոտները վերածել տնտեսական հնարավորությունների եւ կյանքի կոչել մեր ընդհանուր նպատակներն ու շահերը։ Քաջարանի թունելի կառուցումից հետո հյուսիս-հարավի առաջնահերթ համարվող հարավային հատվածի մեծ մասը կգործարկվի։ Թունելը 7.2 կիլոմետր է, ընդհանուր լայնությունը շուրջ 11 մետր եւ նախատեսվում է 6 տարվա ընթացքում շինարական աշխատանքները ավարտել։ Մենք քաջարանի թունելով կշրջանցենք Մեղրու լեռնանցքը, որը ճանապարհը կկրճատվի շուրջ 40 րոպեով 14 կիլոմետրով։ Քաջարանի թունելի կառուցման համար կայունացման եւ զարգացման Եվրասիական հիմնադրամը հատկացնելու է $200 միլիոն վարկային միջոցներ եւ շուրջ $195 միլիոն էլ հատկացնելու է Հայաստանի Հանրապետությունը։ Թունելը կունենա 2 երթևեկելի գոտի եւ մայթեր 10.6 մետր ընդհանուր լայնությամբ։ Տրանսպորտային միջոցների արտակարգ կանգառներն ապահովելու նպատակով յուրաքանչյուր 250 մետրը մեկ նախատեսում է թունելի երթևեկելի գոտու լրացուցիչ 3 մետր խորությամբ լայնացում։ Արտակարգ իրավիճակների դեպքում տարհանման նպատակով թունելի տակ կկառուցվի նաև ելք։ Մինչև այս կամրջի շինարարության մեկնարկն ազդարարել է Իրանի ու Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները ծանոթացել են արդեն իսկ իրականացվող աշխատանքներին։ Ընդհանուր առմամբ վերս 32 կիլոմետրանոց հատվածը ամենամեծ շինհրապարակն է Հայաստանում, այստեղ միջին օրենքով կատարողականը 60 միլիոն դրամ է, մոտավորապես։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը նկատում է հյուսիս-հարավն արդեն տեսք է ստանում։ 2026 թվականին Երևանից դեպի Գյումրի գնացող հատվածը ավարտվեց եւ հանձնվեց շահագործման եւ բավական մեծ առաջընթաց շուրջ 50% կատարողական ունեն Քաջարան Ագարակ 32 կիլոմետրանոց հատվածի շինարարության հրապարակում։ Մենք այսօր այնտեղ այցելեցինք։ Երկու թունելների փորման աշխատանքները ավարտվել են այդ հատվածում, բետոնացման աշխատանքներ են իրականացվում, 15 կամուրջներից 14-ում ինտենսիվ շինարարական աշխատանքներ են ընթանում։ Այս նախագիծը, որ սկսել է իրականացնել Հայաստանի վարչապետը, ազդեցություն չի ունենալու միայն Հայաստանի Հանրապետության վրա, սա ազդելու է տարածաշրջանի բոլոր երկրների վրա։ Եվ թույլ տվեք ավելացնել, որ նույն գործը նաև իրականացվում է իրանական կողմում, որպեսզի երկու ճանապարհահատվածները միանան իրար։ Ունենալով ընդհանուր պատմություն, երկու երկրները կկարողանան լավ ապագա կառուցել երկու երկրի ապագա սերունդների համար։ Իրանական կապալառու ընկերության հետ աշխատանքները Քաջարան Ագարակ հատվածում ընթանում են օրացուցային գրաֆիկին համապատասխան, վստահեցնում է ոլորտի պատասխանատու նախարարը։ Եվ դա մեզ տալիս է վստահություն, որ Քաջարանի թունելն էլ պիտի շարունակենք օրացուցային գրաֆիկին համապատասխան իրականացնել, իսկ դա ենթադրում է, որ 2032 թվականին թունելը արդեն պատրաստ կլինի շահագործման եւ երթևեկությունը կտեղափոխվի թունելով։ Դավիթ Խուդատյանը շարունակում է թունելին հաջորդող մյուս 3 հատվածներում էլ ամփոփվել են մրցույթները։ 2026 թվականի ընթացքում պլանավորում ենք նաև այդ հատվածներում շինարարության մեկնարկ, իսկ արդեն 2027 թվականին այս անգամ ֆրանսիական կապալառու ընկերության հետ պլանավորում ենք Բարգուշատի թունելի կառուցման մեկնարկը տալ, որը պիտի ասեմ նախագծի եւս մի կարևոր ենթակառուցվածք է, շուրջ 8 կիլոմետր երկարությամբ այդ թունելն էլ արդեն հնարավորություն կտա շարունակել ճանապարհը դեպի մայրաքաղաք եւ հարավը կկարողանանք այս եղանակով կապել Սիսիանի ճանապարհին։ Սյունիքը մեր անմիջական հարևանն է եւ նրա անվտանգությունը, զարգացումն ու բարգավաճումը մեր ցանկությունը, իր ելույթում նշում է հարևան երկրի նախագահի տեղակալը։ Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես ընդգծել է տարածքային ամբողջականության, ազգային ինքնիշխանության եւ միջազգայինորեն ճանաչված սահմանների անփոփոխելիության հարգման անհրաժեշտությունը։ Սա եղել եւ մնում է մեր սկզբունքային եւ անփոփոխ քաղաքականությունը։ Կայուն խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանային զարգացման եւ բարեկեցության գրավականն են։ Մենք աջակցում ենք տևական խաղաղության եւ տարածաշրջանում տնտեսական կապերի ընդլայնմանը։ Տարածաշրջանի երկրները ունեն շատ փայլուն անցյալ եւ հարգանքի արժանի քաղաքակրթություն, եւ իրենք գիտեն, թե ինչպես կերտել լուսավոր ապագա տարածաշրջանի ժողովուրդների համար։
Սյունեցիների կյանքն իսկապես փոխվել է շինարարությունների շնորհիվ, սա արդեն Հայաստանի տարածքային կառավարման նախարարի դիտարկումն է։ Բնակիչներն էլ վստահեցնում են, որ նախ այս տարածքում սկսել է բիզնես հետաքրքրությունը ավելի մեծանալ, բնականաբար դրանով պայմանավորված նաև անշարժ գույքի գներն են փոխվել տարածքում։ Պիտի ասեմ, որ ժամանակակից ենթակառուցվածքը ցանկացած միջավայր ինքը կարողանում է փոխել, եւ Սյունիքը եւ մասնավորապես Մեղրին եւ Ագարակը այս տրամաբանության մեջ բացառություն չեն։ Սա տնտեսական բաղադրիչ է եւս մի կարևոր արձանագրում է այն հանգամանքը, որ բազմաթիվ սյունեցիներ Մեղրի եւ Ագարակի եւ հարակից բնակավայրերի բազմաթիվ բնակիչներ ներգրաված են բուն շինարարական գործընթացում։ Ըստ իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի երկու երկրների ղեկավարների նպատակն է երկկողմ առևտրաշրջանառության ծավալը հասցնել 3 միլիարդ դոլարի։ Չնայած վերջին տարիներին երկու երկրների միջև առևտրի ծավալի զգալի աճին, մենք դեռևս բավական հեռու ենք որպես նպատակ սահմանված ցուցանիշից, սակայն ամուր քաղաքական կամքի եւ աստիճանական քայլերի շնորհիվ այդ նպատակին հասնելը լիովին հնարավոր է եւ իրագործելի։ Սեյեդ Համիդ Փուր Մոհամմադին շարունակում է վերջին տարիներին երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգացել են, ինչի վկայությունը երկու երկրների ղեկավարների Երևանում ընդունված համատեղ հայտարարությունն է, որում ընդգծվել է համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի պատրաստման անհրաժեշտությունը։ Մենք այժմ սպասում ենք վարչապետ Փաշինյանի Թեհրան կատարելիք այցին, որպեսզի այդ պայմանագիրը ստորագրվի Թեհրանում եւ էլ ավելի նշանակալի քայլ կատարվի երկու երկրների ռազմավարական հարաբերությունների հետագա ամրապնդման ուղղությամբ։ Վերադառնալով հյուսիս-հարավին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարն ընդգծում է, այն թույլ է տալիս Հայաստանին դիրքավորվել որպես լոգիստիկ լավ հանգույց, որակյալ ու անվտանգ ճանապարհներով։ Ամբողջ ճանապարհի կառուցումից հետո Վրաստանից Իրան ճանապարհի տևողությունը այժմյան 10 ժամից կդառնա 5 ժամ։ Էմմա Վարդանյան, լուրեր։